Ոստիկանությունը զգուշացնում է նոր թրենդը բարձր ռիսկայնություն եւ անցանկալի հետևանքներ կարող է առաջացնել։ Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով կատարում են պարային շարժումներ։ Դրանք նախ եւ առաջ կարող են վտանգել իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն, ասված է հաղորդագրությունում։ Պարզվում է Ղազախստանից ներկրված ցորենը այնքան էլ լավ որակի չէ։ Հացահատիկը ընդամենը 4-րդ կարգի է։ Ղազախստանի ազգային հացահատիկային օպերատորի մամուլի ծառայությունն է հայտարարություն տարածել, որտեղ նշվում է ցորենի կարգի մասին։ Ղազախական մոտ 1000 տոննա հացահատիկի ներկրմանը անդրադարձել է ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը ու գրել. մեջբերում Ղազախստանից ներմուծված 4-րդ կարգի ցորենը հիմնականում օգտագործվում է անասնակերի արտադրության մեջ, այնպես որ շատ չբողոքեք, թե վաղը մատնաքաշն էլ այն համը չունենա։ Հարցին, թե ինչու է անասնակեր ներգրվել Հայաստան ու թե ինչու ի սկզբանե դա չէր նշվում, էկոնոմիկայի փոխնախարարը այսօր լրագրողներին ասել է. ինչ կապ ունի, ցորենը ցորեն է։ Իսկ ասել են, որ ուրիշ ցոր է։ Ասել են դիվերսիֆիկացիայի այլընտրանքա։ Ասել են իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի, ցորենը ցորեն չի։ Կենթանի ոլորտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի։ Սահմանազատման գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքների ընդհանուր փոխանակման ցանկացած սցենար պետք է դրվի հանրաքվեի, քանի որ նման որոշումը գերազանցում է կառավարության կամ խորհրդարանի լիազորությունները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդինյանը, մանրամասներ ներկայացնելով սահմանազատման գործընթացի եւ անկլավների հարցի վերաբերյալ։ պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղ ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում։ Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Facebook-յան գրառմամբ անդրադարձել է ԿՊԱ-ականների այն խոսքերին, թե իրենք չեն զբաղվում երկրում գործարաններ կառուցելով, շրջաններում աշխատատեղեր ստեղծելով, որովհետև նրանք զբաղվում են կրթությամբ։ Կարապետյանը գրել է. մեջբերում, գիտեք, քանի առաջնակարգ դասախոս է հեռացվել, օրինակ Վալերի Բրյուսովի համալսարանից ընդդիմադիր հայացքների համար։ 2, 3, 40 դասախոս։ Զինված ուժերի նախկին ԳՇՊ-ի տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որոշում է կայացվել հեռակա-վարույթ իրականացնել, հայտնել է քննչական կոմիտեն։ Արշակ Կարապետյանին մեղադրում են մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ հրաման տալու համար, որի հետևանքով հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է մարտական դիրքերում, հրաժարվելով դուրս գալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Գեներալ Մանվել Գրիգորյանի դստերը դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 2 հոդվածով։ Դատավորը կասկածվում է իր պաշտոնեական դիրքը օգտագործելով լիազորությունները չարաշահելու եւ դիտավորությամբ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ Որպես խափանման միջոց Նաիրա Գրիգորյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքն ու գրավը։ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի բաշխման լիցենզիան, գրել է ՀԵՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Ըստ նրա, լիցենզիայի դադարեցումը առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ Դա համարժեք է բռնազավթման, փոխհատուցման խողի տակ, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու էներգետիկ ոլորտի կայունության սկզբունքներին, գրել է Դավիթ Ղազինյանը։ Վերջին շաբաթներին ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչը միջազգային բանկային կառույցներին դժգոհել է Տաշիր խմբի հետ փոխկապակցված ընկերություններին տրամադրած երաշխավորագրերից։ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներին։ Ժամանակավոր կառավարիչը պնդել է, որ ընկերությունը 5 հայկական բանկերի միջոցով երաշխիքներ է տրամադրել Տաշիր ընկերությունների խմբի հետ փոխկապակցված ընկերությունների, փաստացի
բացի նաև խախտելով նշյալ միջազգային ֆինանսական կառույցների հետ կնքված պայմանագրերի համապատասխան դրույթները։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի աջակիցների մեր ձևով ժողովրդական շարժումը սկսել է երիտասարդական կենտրոնի աշխատանքները։ Երիտասարդական կենտրոնի անդամները նշում են, որ առաջիկա աշխատանքների համար առանձնացրել են հիմնական 5 ուղղություններ։ Առանձնացրել ենք հիմնական ուղղություններ, 5 ուղղություններ, կարիերայի եւ անձնական աճի զարգացման ծրագրեր, կրթական ծրագրեր, հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության ծրագրեր, մշակութային ծրագրեր եւ երիտասարդների համար նաեւ առանձնացրել ենք բացահայտիր Հայաստանը, իրականացնելու ենք այդ արշավները, որի միջոցով մեր երիտասարդները նաեւ կբացահայտեն Հայաստանը հենց իրենց աչքերով։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի հնարավոր մտահոգությունները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ու ընդգծել, որ մեջբերում չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին հայտարարությունները հնչում են մեր երկրի հետ կապերի զարգացման օղնակիցների հետապնդումների ֆոնին։ Աստղիկ բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Նորածնի ծնողները կատարվածում մեղադրում են բժիշկներին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ուժ աշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։ Գարիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Նա փոխարինում է Էդգար Հունանյանին, ում պաշտոնից հեռացնելու հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռ սեպտեմբերին էր ստորագրել։ Վրաց-ադրբեջանական սահմանին նախնական տեղեկություններով կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռ, հայտնել է վրացական ԻՄԵԴ-ի պարբերականը։ Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մի քանի կիլոմետր բարձրությունից ընկնում։ Միջադեպի այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դատի տալ BBC-ին 2024 թվականին թողարկված վավերագրական ֆիլմում իր խոսքերը խեղաթյուրելու համար։ Թրամփի փաստաբանները պահանջել են մինչև ուրբաթ բոլոր օնլայն հարթակներից հեռացնել վիճահարույց հաղորդումը, հակառակ դեպքում իրենք դատի կտան ընկերությանը, պահանջելով առնվազն $1 միլիարդ փոխհատուցում։ Լոնդոնում BBC-ի շենքի մոտ անցորդները իրենց հիասթափությունն են արտահայտել եւ նշել, որ աշխարհը լուրջ էր վերաբերվում լրատվամիջոցին, իսկ նրանք դավաճանել են լրագրությանը։ Կարծում եմ խնդիրն այն է, որ նրանք մոլորության մեջ գցեցին մարդկանց լուսաբանման հարցում։ Դա արարք է, որը ամբողջ աշխարհն արդեն գիտի։ Նրանք կորցրել են վստահությունը։ Կարծում եմ նույն կերպ են վարվել ոչ միայն Գազայի, այլև Պաղեստինում ընթացող ցեղասպանության լուսաբանման հարցում։ Ես 50 տարեկան եմ եւ մեծացել եմ հայտնի լրատվամիջոցներին հետևելով։ Դրանք այն աղբյուրներն էին, որոնց վրա հենվում էի, բայց հիմա այլևս չեմ կարող վստահել։ Բացահայտումից պարզ է դարձել, որ BBC-ի վավերագրական ֆիլմը մոնտաժել է Թրամփի ելույթը, խաբելով դիտողին, թե նա է հրահրել 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիոմի անկարգությունները։ Սկանդալի ֆոնին BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին եւ լրատվության գլխավոր գործադիր տնօրեն Դեբորա Թերնեսը հրաժարական են տվել։ Սպիտակ տանը հանդիպել են Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Աշարան եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեկ ժամից ավելի տևած հանդիպումից հետո երկու առաջնորդները հայտարարություններ չեն արել։ Աշարան Սպիտակ տուն է ժամանել ոչ թե արևմտյան թևի գլխավոր մուտքով, ինչպես մյուս ղեկավարները, այլ ուրիշ դռնով։ Ավելի ուշ Աշարան հայտարարել է, որ Սիրիան այժմ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դաշնակիցն է եւ այն վայրը, որտեղ Վաշինգտոնը կարող է ներդրումներ կատարել, հատկապես գազի արդյունահանման ոլորտում։ Բանակցություններից հետո Սիրիայի ղեկավարը ողջունել է Սպիտակ տան մոտ հավաքված սիրիացի իր համակիրներին։ Աշարայի ժամանումը Վաշինգտոնը պատմական է, քանի որ սիրիացի ոչ մի նախագահ նախկինում պաշտոնական այցով չի եղել ԱՄՆ-ում։ Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մի մասի դադարեցման մասին։ Մինչև վերջերս Աշարան համարվում էր ահաբեկիչ, ում ձերբակալության համար Սպիտակ տունը $10 միլիոն պարգև էր խոստացել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցրել է Ուկրաինայի ֆինանսավորումը։ Մենք այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայի վրա, այժմ մեզ վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով, ասել է Թրամփը։ ԱՄՆ ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ուկրաինան շուրջ 350 միլիարդի վնաս է հասցրել Միացյալ Նահանգներին եւ դրանում մեղադրել նախկին նախագահ Ջո Բայդենին։
Մենք ունեցել ենք անհաջող նախագահ եւ արդյունքում առաջացել է Ռուսաստանի ու Ուկրաինայի պատերազմը, ինչպես նաեւ մի շարք այլ աղետներ։ Մի մոռացեք, ես կանխել եմ 8 պատերազմ եւ 9-րդը նույնպես պատրաստվում էի կարգավորել։ Թրամփն իր խոսքում նշել է, որ այս իրավիճակը հաստատ չի հանգեցնի 3-րդ համաշխարհային պատերազմի։ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հակամարտության գոտում խոշոր հարվածներ հասցնել միմյանց։ Ռուսաստանի զինված ուժերի հրետանավորները ոչնչացրել են Դոնեցկի հյուսիսային հատվածում գտնվող ուկրաինական հենակետը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարտական կայանը հարվածներ հասցնում նշված թիրախներին, իսկ զենիթային ստորաբաժանումները ավտոմատներով վերահսկում են օդային տարածքը։ Ռուսական զինուժը նաև Կուպյանսկում վերցրել է վերահսկողությունը նավթային բազայի եւ 2 երկաթգծային կայարանների վրա։ Սրան զուգահեռ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Սարատովում գտնվող նավթավերամշակման ռուսական գործարանին։